կատարիր գնումների ձյան համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Այսօր վաղառավոտից իրավապահ մարմինները լայնածավալ քննչական գործողություններ են իրականացնում, որոնց արդյունքում ձերբակալվել կամ կալանավորվել են մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ինչպես նաև խուզարկություններ են իրականացվել Արմատ մեդիա լրատվական կայքի խմբագրությունում։ Նախ հայտնի է դարձել, որ ձերբակալվել են նախկին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական հետապնդում է հարուցվել Աշոտյանի պետ նախկին նախագահ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, նրա որդու Գասպարյանի եւ եւս 3 անձի նկատմամբ։ Ըստ քննչական կոմիտեի խոսքը Երևանի Բրյուսովի համալսարանին պատկանած անշարժ գույքի օտարման գործի մասին է։ Քննչական կոմիտեի պնդմամբ 2009-ից 16 թվականներին կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանը մի խումբ անձանց հետ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Արդյունքում ըստ իրավապահների պետության սեփականությունից դուրս է բերվել Երևանի Պուշկինի 38/1 հասցեում գտնվող 451 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքն ու հողամասը։ Գույքի արժեքը գնահատվում է ավելի քան 208 միլիոն դրամ։ Ըստ հաղորդագրության այն հետագայում փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ նրա հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ։ Իրավապահները պնդում են, որ գույքի ծագումը թաքցնելու նպատակով այն նախ ձևակերպվել է մեկ այլ անձի անունով, ապա 75 միլիոն դրամով գնվել ու գրանցվել է Գագիկ Խաչատրյանի որդու անունով։ Քրեական հետապնդումը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրան օժանդակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ու դրան օժանդակելու հոդվածներով։ Ձերբակալվել է պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանը ենթադրաբար ընտրակաշառք տալ կամ ստանալու մեղադրանքով։ Նա 2 ամսով կալանավորվել է։ Միաժամանակ դատախազությունից հայտնել են, որ գեներալ լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ է հանրային քրեական հետապնդում հարուցվել քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջին մասով խուլիգանության հոդվածով։ Նրա փաստաբան Վարազ Դադարությունյանը ազատությանը փոխանցել է, որ մեղադրանքը վերաբերում է 23 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած միջադեպին։ Խաչատրյանին մեղադրում են փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ ընթացող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար։ Հարությունյանի փոխանցմամբ 23 թվականին նախաձեռնված վարույթով օրերս որոշում է կայացրել մեղադրանք առաջադրելու, նախաքննությունն ավարտելու ու գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու մասին։ Խաչատրյանի անունը շրջանառվում է նաև 44-օրյա պատերազմի գործով։ Ավելի վաղ նրան մեղադրանք էր առաջադրվել պատերազմի ընթացքում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։ Այդ գործով Խաչատրյանը կալանավորվել էր 25 թվականի հունվարի 5-ին, իսկ փետրվարի 18-ին դատարանը վերացրել էր կալանքը որպես խափանման միջոց կիրառելով 10 միլիոն դրամ գրավ եւ բացակայելու արգելք։ Միաժամանակ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, նրա որդուն Արտյոմ Խաչատրյանին, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին եւ եւս 3 անձի ձերբակալելու որոշում է կայացվել։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ։ Գագիկ Բեգլարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Միաժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել Բարգավաճ Հայաստան կուսակցության 3 падգամավորի տեխնացուի Գարուշ Մարզեցյանի, Էդգար Բոջուկյանի եւ Նաիրա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ու նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Միջնորդությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ուղարկել գլխավոր դատախազությունը։ Հակակոռուպցիոնն էլ նոր ընտրակաշառք տալու ստանալու հերթական դեպքերն է բացահայտել։ Այս անգամ Հայաստան դաշինքի տեխնացուն է ընտրակաշառք տվել։ Բայց ամենահուսալի մարդկանց նես չունի ասեց։ Չէ, գործում է դրանցից։ Ոտը դրանց չեկվեն էլի, հենովն էլ եկա, ստակ ասի չկա։ Կաննային կարաս ասեց եթե։ Ինչքան է դենա։ Դե չգիտեմ որ ասեց։ Բայց ասեց որ իմանաք նաստով հանգարցախով նախոտ չունի։
Ասի հա դու գիտես ասի, ոմն չունես ասի։ Ես նեց ասի, որ մենք մերոնցով ենք, ասի մերոնց եմ րանաները նես չվոր։ Թե երևա կտենաս ազիս։ Հա, ընտրության պահով։ Մի խոսատես բաներ։ Հա, լավ դե ջոգի արդեն, всё, լավ։ Ես մի հատ քեզ խնդրանք ունեմ փոխապետ։ Փոխանցենք։ Բանը գոնե մի 100,000 կարակ տակ ես կոմունալները մուտեմ, որտեղ սաղ փողերը հիվանդանոցում ծնծղել եմ։ Բայց դες սովաս փող։ Ասի դու փող դու մենք առնենք ուտենք։ Էքուց փող պետք է, էքուց փող որա։ Ասելա 13-ին։ Օրը մի 5,000 Հա, համբերի, բաղը որ աշխատավարձ կան, ոթած կարնեն քունի։ 50,000 դոլար։ Դες ինչ պյանենք Աղջի դժկան է ոչ կան մարդ չկա, չէ։ Եկավ կամ այդ խաղից որ կարամ ասեմ, absolute ենք ոչ։ Լսիմոնյանն ասել, Սևանից է 4 ձայնանը։ Կարող է այդտեղ գրենք ինչևից էսի հերթումնա, բայց խի պալատակ վիրային երջան։ Ինչ անեք ես կողմ եմ։ Հակակոռուպցիոնի մեկ այլ բացահայտմամբ էլ ուժեղ Հայաստանի պատասխանատուներն են տվել ընտրակաշարք։ Արա ոչի բան։ 80,000 դրամ բռա։ Հա, մարդա 4 հոգուն։ Ռադ 4 հոգուն։ Ինձ միակ ինքնաշտատի փող են տալի 2 միլիոն։ Ես ասում եմ, այդ 2 միլիոնի մեջ, ես ինքը 8 միլիոն փող ասում եմ։ Արա ջոգել են հորս արև, դες բեսամ խելացի տղեկ են ինգետ։ Ներվերը չի երիկ։ Թող հանգիստ վաղը ես խելառել եք, բուտան արա։ ասեմ ու ունենց կասեմ որ կաղի մոտ Ասում եմ, կասեմ մոտորենց հետ կասեմ։ Թող պետք է Որը կասես շանի 8 շո, միլիոնի ջոգում տերեմ սարկետ, ես։ ես եմ իրան Ջոգում սարկետ ես, դրա կյան։ Հենց մի մանդեպ լավ չեմ պրոմ, չեմ վրթովում, որ այս տղեկի էլածը հարամ չանեմ։ Ոնց դրա բերել եմ սաղի տարը գցել եմ, ես եմ էդի արերը, ես տալ եմ դզի գցել եմ փողի մեջ։ Ասում Աստծուս արև 4 հոգի տղա մարդա 80,000 են փոխանցել։ Դուրդե ուզես իսկի կասել։ Լավ, всё, ես քեզ հասկացա, վաղը հորս արև այս թեման կբարձրացնենք ու արդեն այս ամսավեր որտեղ գողում։ Քեզի պետք է բերվի 1 միլիոն փող տա։ Ես հորս ազարև հենց մի շոկի մեջ եմ ոստա այսքան վաղ այդքան փող են քեզ։ Հորս արև։ Ավտորիտետնի ես քեզ ասում։ Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ ուժային մարմինների ներկայացուցիչները գործողություններ են կատարել Արմատ մեդիայի խմբագրությունում ըստ որոշ տեղեկությունների խուզարկությունները կատարվում են ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ նախաձեռնված վարույթի շրջանակներում։ Որքան մոտենում է հունիսի 7-ը, Ռուսաստանն ավելի է սեղմում օղակը Հայաստանի շուրջ, ավելի ու ավելի է սաստկացնում սպառնալիքները։ Փոխվարչապետ Օվերչուկն արդեն ուղիղ ընդգծել է կապը ընտրությունների հետ, զգուշացնելով, որ ըստ դրանց արդյունքների էլ Մոսկվան որոշում կկայացնի։ Եթե եվրոպամետ ուժերը հաղթեն, դա նշանակում է, որ Հայաստանը շարժում է դեպի Եվրամիություն, եւ այդ դեպքում իսկապես անհրաժեշտ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Ինչու պետք է աջակցենք նման երկրի, միթե մենք պետք է փող տանք նրանց, որ վաղը հնարավոր է պատերազմեն մեր դեմ հայտարարել Օվերչուկը։ Միաժամանակ նա նշել է, թե Եվրասիական տնտեսական միության առաջնորդներին մինչև 26 թվականի դեկտեմբեր կներկայացվի զեկույց միավորմանը Հայաստանի անդամակցության հարցով գործողությունների հնարավոր տարբերակների վերաբերյալ։ Այս մասին 10-ի հարցազրույցում նշել է նա, խոսելով այն մասին, թե արդյոք մինչև 26 թվականի դեկտեմբեր արդեն կքննարկվեն Երևանի անդամակցության սառեցման ինչ որ ձևաչափեր, նա նշել է, որ խոսքը վերաբերում է գործողությունների հնարավորությունները դիտարկելուն եւ դրանք մինչև դեկտեմբեր անդամ պետությունների առաջնորդների ներկայացնելուն հավանաբար, ինչպես նման դեպքերում միշտ լինում է, կստեղծվի աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն համապատասխան շահագրգիռ անդամ պետությունները։ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին, իսկ դրանք մեր երկրների կառավարությունների ղեկավարներն են, հանձնարարվել է քննարկել այս հարցերը։ Նրանք կգնահատեն իրավիճակը եւ առաջարկություններ կներկայացնեն Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդին, որը կանցկացվի այստեղ Սանկտ Պետերբուրգում 26 թվականի դեկտեմբերին, նշել է Օվերչուկը։ Նա վստահ է, որ Հայաստանը պետք է կողմնորոշի Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջև, հակառակ դեպքում չի հասկանա, թե ինչ մուրաբա է եփելու։ Եթե ենթադրենք Հայաստանը գնում է Եվրամիություն, նշանակում է այնտեղ առաջանում է նոր ստանդարտ, նոր տեխնիկական կանոնակարգ, որը չի համապատասխանում մերին։
Պարզօրինակ, դուք ցանկանում եք կազմակերպել Մուրաբայի արտադրություն, ձեզ պետք է ձեռք բերել ինչ-որ սարքավորում, դուք այդ սարքավորումը կգնեք եվրոպական թե եվրասիական ստանդարտներով, եւ քանի դեռ դուք պատրաստ չեք ունենալ այս միանգամայն պարզ եւ ակնհայտ հարցի պատասխանը, չեք կարողանա որոշել, թե ինչ Մուրաբա եք եփելու, ինչ փաթեթավորմամբ, ինչ նկարագրություն է ունենալու այդ արտադրանքը, ինչ պահանջներ կլինեն, ինչ լեզուներով, այս ամենը պետք է հասկանալ, նշել է փոխվարչապետը։ Նա նշել է, որ եթե Հայաստանը գնում է Եվրամիություն, ապա պետք է կողմնորոշվի եւ ընտրություն կատարի, թե որտեղ է ուզում լինել։ Այս առումով վերջերս Աստանայում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդում ԵԱՏՄ 4 առաջնորդների ընդունած հայտարարությունը միանգամայն հստակ առաջարկում է հայկական ղեկավարությանը հնարավորինս շուտ մտածել հարակվե անցկացնելու մասին, հիշեցրել է Օվերչուկը։ Նրա կարծիքով դա կբխեր բոլորի շահերից, որովհետև ներկայում ձևավորված առկախ վիճակը անորոշություն է ստեղծում առաջին հերթին ներդրողների համար։ Անորոշությունը վնասում է բոլորին, այդ թվում հենց Հայաստանին։ Այդ պատճառով ԵԱՏՄ առաջնորդները խնդրել են հնարավորինս շուտ կողմնորոշվել, նշել է Ռուսաստանի փոխվարչապետը։ Իր հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է Եվրասիական տնտեսական միությանը միանալու պնդում արել։ Ինչ վերաբերում է Հայաստանին, Պուտինի խոսքով Ռուսաստանը պնդել է, որ Հայաստանը միանա Եվրասիական տնտեսական միությանը, հաշվի առնելով, որ մի շարք տնտեսական պարամետրերով Հայաստանը լավ չի տեղավորվում ընդհանուր պատկերում, հայտարարել է նա։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ այսօր նշել է, թե Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի մնում է Եվրասիական տնտեսական միությունում, թե շարժվում է դեպի Եվրամիություն։ Մենք կհարգենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն, բայց թող այդ ընտրությունը կատարվի, ասել է Լավրովը Իզվեստիային տված հարցազրույցում։ Ռուսաստանի արտգործնախարարը անդրադարձել է Հայաստանի փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանի հայտարարությանը, թե հանրակրվե կհայտարարվի միայն այն ժամանակ, երբ հարցը սուր դրվի։ Եթե այդպիսի օրենք կա, ուրեմն դուք արդեն ինքներդ եք հարցը սուր դրել։ Այդ դեպքում եկեք պատասխան տանք մեր խոսքերի համար եւ դիմենք ժողովրդին, ասել է Լավրովը եւ հավելել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս նախընտրական քարոզարշավի ընթացքում, երբ խաղաղության աղավնի էր բաց թողնում, ասաց, որ չի կարող Հայաստանին ստիպել գնալ այս կամ այն կողմ։ Լավրովը նաեւ պնդել է, թե Արևմուտքը փորձում է Ռուսաստանի հարևաններին զրկել Մոսկվայի հետ համագործակցության առավելություններից։ Ըստ նրա, Հայաստանը հիմա անցնում է Եվրամիության կամ տրամաբանության փորձությունը։ Հայաստանի գործող ղեկավարությունը երկիրը դրել է արհեստական ընտրության առջև, ստիպելով ընտրել Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջև։ Այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հայաստանի գործող իշխանությունները փորձում են ընտրության պատրանք ստեղծել, երկիրն արհեստականորեն դնելով եվրասիական եւ եվրոպական ինտեգրացիաների միջև ջրբաժանի առջև, նշել է Կրեմլի խոսնակը։ Եթե կշեռքի մի նժարին դրվի եվրոպական ինտեգրումը, մյուսին եվրասիականը, ապա վերջինն ավելի ծանրակշիռ եւ ձեռնտու կլինի Հայաստանի Հանրապետության համար, հայտարարել է Պեսկովը Իզվեստիային տված հարցազրույցում։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Բարև ձեզ։ Պարոն Ղևոնդյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Ղևոնդյան, ինչ է կատարվում, Ռուսաստանը փաստորեն այսպես անհանգստության նոպաները ցույց տալիս ամերոպ է արդեն։ Ես ներկայացրի, թե միայն այսօրվա ընթացքում քանի Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյա արդեն իսկ Հայաստանի մասով հայտարարություններ է անել եւ արդեն անում եւ արդեն բաց տեքստով են հայտարարում, որ իրենք սպասում են հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների։ Եվ նաեւ շարունակում են պնդել հանրակրվե անցկացնելու հանգամանքը, նախ ինչպես եք գնահատում, մինչև հունիսի 8 դեռ կլինեն, թե հետո էլ կլինեն, այսպես ասած, այս ճնշումները, համեցեք։ Մինչև հունիսի 8 կլինեն բավական ծանր ճնշումներ, հունիսի 8-ից հետո աստիճանաբար նրանք կթեթևանան, բայց չեն վերանա իհարկե։ Ինչ է կատարվում։ Տեսեք, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, գուցե այլ պետություններ եւս, որոնք բավական մեծ ռեսուրսներ, հնարավորություններ ունեն, ընտրությունների անցկացումից օրեր առաջ արդեն մոտավորապես պատկերը հասկանում են, բարձ է դառնում արդեն պատկերը։ Մի դեպքում մենք դրա վկայություն ունենք այն, որ ստորագրվել է թրիփը, ինչու է ստորագրվել թրիփը, որովհետև իմ խորին համոզմամբ արդեն պատկերը բարձ է, որ իշխանությունները չեն փոխվելու։ Մյուս դեպքում մենք տեսնում ենք, որ ակնհայտ խուճապ կա եւ դրա վկայությունն էլ հենց Ռուսաստանից եկող այս հայտարարություններն են եւ
հանրագումարելով այս երկու իրադարձությունները մենք կարող ենք հասկանալ, որ եւ Միացյալ Նահանգներում եւ Ռուսաստանում արդեն պարզ է պատկերը, թե ինչ է լինելու ընտրությունների արդյունքում։ Այդ դեպքում ինչու է Ռուսաստանը շարունակում սրել այս իրավիճակը, եթե պարզ է, որովհետեւ խոճապ է, իրենք փորձում են հնարավորինս վերջին գործիքներն օգտագործել, հայ ժողովուրդը շատ լավ է ասում, փրփուրներից կախվել, որպեսզի կարողանան գուցե իրենց կարծիքով ազդել այդ արդյունքի վրա եւ փոխել այդ արդյունքը։ Բայց չեմ կարծում, որ դա որևէ հետևանք կունենա Հայաստանի ընտրողի վրա։ Իմիջիայլոց ես կցանկանայի ամեն դեպքում խոսել օրինակ Մուրաբայի մասին։ Տեսեք, եթե Օվերչուկը անհանգստանում է, որ Հայաստանում կարող է արտադրվել Մուրաբա, որը չի համապատասխանի ԵԱՏՄ չափանիշներին, նա կարող է հանգիստ լինել։ Նրանք այդ Մուրաբան ուղղակի չեն ընդունի։ Փակեն դրա ճանապարհը, ինչպես հիմա փակել են կարտոֆիլը, ելակը, ծիրանը, ջերմուկը, կոնյակը, կփակեն նաև Մուրաբան եւ մեկ այդ Մուրաբան Ռուսաստան չեն կարտահանի։ Ինչու են նրանք անհանգստանում, ինչու են խառնվել իրար։ Ինչու են ցանկանում, որ մենք անպայման Մուրաբա արտահանենք Ռուսաստան։ Չէ, ասում են ուղղակի կողմնորոշեք եվրասիական, թե Եվրամիության ստանդարտներով եք առաջնորդվելու։ Նրանք կարող են ցանկանալ ուտել հայկական Մուրաբա։ Այդ դեպքում թող առաջարկեն հայ տնտեսվարողներին այն սարքերը, ինչի մասին որ խոսում էր, այն արտադրական, չգիտեմ, հոսքագծերը, որոնք Մուրաբա են արտադրում ռուսական չափանիշներով, թող դա առաջարկեն մեծ հնարավորություններով եւ հայ արտադրողը կընտրի, գուցե դա շատ ավելի ձեռնտու լինի, գուցե անվճար տան եւ նա վերստիվ արտադրի այդ Մուրաբան։ Գիտեք խնդիրը որն է, որ նրանք չեն առաջարկում ոչինչ, նրանք սպառնում են, որ եթե դուք գնաք այսինչ տեղ կամ այսինչ բան անեք, դրանից հետո կունենաք խնդիրներ մեզ հետ։ Ի տարբերություն մյուս կողմի, որը առաջարկում է ինչ-որ բան։ Եթե Ռուսաստանը առաջարկեր Հայաստանին ինչ-որ բան, եւ Հայաստանին ասելով նկատի չունեմ այն ինչ իրենք ասում են հայ ժողովուրդ, դրա մասին չի խոսքը։ Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի քաղաքացիներին, եթե Ռուսաստանը առաջարկեր ինչ-որ բան, ընտրություն կլիներ եւ Հայաստանի քաղաքացիները կորոշեին, թե ցանկանում են նրանց առաջարկած ընդունել, թե մյուս կողմի առաջարկած։ Ասում են հանրակրվե արեք, որոշեք, կտեսնեք։ Դա այլ բան է։ Տեսեք, Ռուսաստանը չի առաջարկում ոչինչ։ Ռուսաստանը Հայաստանին սպառնում է միայն։ Ինչու է միայն սպառնում, որովհետև այն ինչի մասին խոսում է Օվերչուկը, այն ինչի մասին ասացի ես, այդ տեխնոլոգիան նրանք ուղղակի չունեն։ Չկա Ռուսաստանում այդ տեխնոլոգիան, չկա այդ հոսքագիծը, որը կարող են տալ Հայաստանին եւ Հայաստանը ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխան այդ Մուրաբան արտադրի, որպեսզի իրենք առնեն։ Մենք գիտենք, որ երկար տարիներ տարբեր երկրներից Ռուսաստան ապրանքներ են գնում, ինչպես են գնում, տարբեր միջոցներով, թղթերը Ռուսաստանում գնելը շատ հեշտ է, գումարը տալիս են, ցանկացած Մուրաբա, որը ոչ մի չափանիշի չի համապատասխանում, մեկ էլ այդ թղթով դառնում է չափանիշին համապատասխան։ Դրա մասին գիտի նաև Օվերչուկը, եւ դրա համար է նա խառնվել իրար, դրա համար է անհանգստացած, դրա համար է Պուտինը, Պեսկովը, Լավրովը դրա համար են անհանգստացած, որովհետեւ իրենք գիտեն, որ առաջարկել, որ բերեք այս չափանիշներով այս լավ բանը արեք, որ մեզ հետ լավ լինի, նրանք չեն կարող։ Նրանք ստիպված են սպառնալ մեզ, իրենց շահերը իրացնելու համար չի մնացել այլ գործիք, բացի սպառնալիքները։ Դրանք ինչպես ասացի չեն աշխատելու, արդեն ակնհայտ է, որ չեն աշխատելու։ Հունիսի 8-ին ես կանխատեսում եմ, որ առաջին շնորհավորողներից մեկը Նիկոլ Փաշինյանն լինելու է հենց Վլադիմիր Պուտինը, եւ դրանից հետո այս ճնշումները աստիճանաբար քայլ առ քայլ թուլանալու են եւ կարտոֆիլ են նրանք ընդունելու եւ լոլիկ եւ մնացած ամեն ինչը այս պահին հայտարարեն թե չեն ընդունելու։ Պարոն Ղամեդյան, բայց հնարավոր է նաեւ հետընտրանքած զարգացումներ, ինչու եք մտածում, որ դից հետո նույն այդ շնորհավորանքից հետո հարաբերությունների այդ տրանսֆորմացիան, ինչպես պնդում են Նիկոլ Փաշինյանը, չէ, հայ-ռուսական հարաբերություններում այդ տրանսֆորմացիան է տեղի ունենալու, ուրեմն տեղի ունեցած վերջացած կլինի։ Որովհետեւ ներքաղաքական հետընտրական զարգացումների ռեսուրս ռուսամետ քաղաքական ուժերը չունեն։ Դա ապացուցվեց օրեր առաջ ընդհանրապես տեղի ունեցած հանրահավաքով Հանրապետության հրապարակում, որը կիսադատարկ էր, այն մարդկանց քանակը, որը հավաքվել էր, առաջին հերթին ամբողջությամբ ներգրավել հետընտրական գործընթացներում չի կարող, դա նորմալ է, այն մարդիկ, ովքեր քվեարկում են ինչ-որ ուժի համար, նրանց ընդհանրապես 10-20%-ն է պատրաստ լինում փողոց դուրս գալ, իսկ փողոց դուրս եկածների էլ կեսից ավելի քիչն է պատրաստ լինում ինչ-որ գործողություններ կատարել, որոնք կարող են գնահատվել որպես օրենքի խախտում։ Իսկ այն քանակը, նույնիսկ այն քանակը, եթե ընդհանրենք 100%-ով ներգրավի հետընտրական զարգացումներում, չի կարող ցանցային պայքար մղել, չի կարող ցանցային գործողություններ իրականացնել։ Առանց ցանցային գործողությունների իրապահ մարմինների համար շատ հեշտ կլինի կասեցնել ցանկացած հակաօրինական դրսևորում, ցանկացած հետընտրական գործողություն, որը դուրս կգա սովորական բողոքի արտահայտման ձևաչափից, ինչը նշանակում է, որ ռեսուրս ուղղակի չկա, որ կարողանան նրանք հետընտրական գործողություններ իրականացնել ներքաղաքական դաշտում։ Արտաքին քաղաքական դաշտում հետընտրական
քաղաքական գործողություններ, օրինակ նույն Ռուսաստանի կողմից ճնշումների շարունակումը իմաստ չի ունենա այլևս առանց ներքաղաքական դաշտում համապատասխան աջակցության։ Պարոն Ղևոնդյան, մենք իհարկե միշտ խոսել ենք ուրեմն հնարավոր թե ինչպիսի ուժերի դասավորություն կլինի խորհրդարանում, բայց տեսեք դուք նշում եք այդ հանրահավաքը նույն օրինակ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները իհարկե 70-80,000 էին 1000 մասին էին խոսում, բայց գիտեք ուրեմն թվերի հաշվարկը ցույց տվեց 17-18,000 տեսեք բացի այդ մենք տեսնում ենք Ռուսաստանից հոսք, մենք տեսնում ենք ինչպիսի ազդեցություն, ինչպիսի ներգրավվածություն կա, մենք ամեն րոպե հիմա օրվա մեջ մի քանի անգամ ենք տալիս չէ տարբեր ուժերի ընտրակաշառքներ, անհավասար պայմաններում ընթացող ընտրապայքարի հետ գործ ունենք, ինչու եք կարծում, որ այնուամենայնիվ այդ ուժերին սատարող չասենք կամ այդ ուժերին չի հաջողվի ստանալ, այսպես ասած, ցանկալի քվե արդյունք։ Երկու գործոն ես արդեն ասացի, որոնք ապացուցում են, որ այն հաշվարկները, որոնք կատարվել են, այն հարցումները, որոնք անաչառ կենտրոնները իրականացրել են, իհարկե չենք խոսում գելապների մասին, որոնց արդեն Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ իրենք երևի իրենց չեն հավատում, նույնիսկ կոնմադրները չեն հավատում, Սամվել Կարապետյանն էր հայտարարում, թե ես կարող եմ փոխտալ եւ գելապի ինչ ուզեմ գերի։ Այդ ամենը ապացուցվում է երկու գործոնով, որոնց մասին ես ասացի։ Առաջին Թրիպը ստորագրեց Միացյալ Նահանգները, թեև չէր ստորագրում մայիսի 26-ին, որովհետև ըստ ամենայնի հետախուզությունը դեռևս պատկերը չէր ներկայացրել։ Երկրորդ Ռուսաստանը վերջին օրերին խոճապի մեջ չէր 10-15 օր առաջ, նորից հավանաբար հետախուզությունը դեռևս պատկերը չէր ներկայացրել, կամ արդյունքները դեռևս պարզ չէին։ Բայց բացի այս երկու գործոնը, սովորական քաղաքագիտական գործիքների միջոցով վերլուծությունները, սոցիոլոգիական հարցումների արդյունքների վերլուծությունները բոլորը ցույց են տալիս, որ շանսերը, թե Հայաստանում իշխանություն կփոխվի, մոտենում են 0-ի։ Պարոն Ղևոնդյան, եւ ինչպիսի պատկեր կլինի ձեր գնահատմամբ, որովհետեւ տեսեք նույն ուզում անդրադառնանք ուժեղ Հայաստանի խոսույթին, նույն այդ հանրահավաքի խոսույթին, ադրբեջանական երաժշտություն, դրոշի, այսպես քարտեզի այրում եւ այլն։ Այս բոլոր գործողությունները կարծում եք ավելի ուրեմն քաղաքացուն ավելի շատ են հետ պահելու ընտրություններին մասնակցելուց, թե նրանց ռետորաբանությունը, օրինակ, գիտեք 300,000 այս ուրեմն ադրբեջանցիների Հայաստան գալու բնակվելու հետ կապված աշխատող է։ Սա է նրանց հիմնական բան, հաշվի առնելով երեք նաեւ այդ բանավեճում Նարեկ Կարապետյանի դարձյալ պնդումները, թեև 300,000 անգամ էլ ասվել է, որ այն իրականության հետ աղերս չունի։ Գիտեք, Հայաստանում ձևավորվել է մի իրավիճակ, երբ ընտրություններին գնացող մարդիկ հստակ, այսպես գծով բաժանված են երկու հատվածների։ Մի հատվածում մարդիկ են, որոնք որևէ դեպքում չեն քվեարկի ռուսամետների համար, մյուս հատվածում մարդիկ են, որոնք որևէ դեպքում չեն քվեարկի ժողովրդավարների համար։ Այսինքն, այստեղ չկա այն սովորական դասական ընտրությունների համակարգը, որի դեպքում որ մարդիկ կարող է փոշմանեն այս անգամ դեմոկրատներին չքվեարկեն հանրապետականներին քվեարկեն օրինակ Միացյալ Նահանգներում կամ հակառակը հանրապետականներին քվեարկող փոշմանի քվեարկի դեմոկրատներին։ Մեզ մոտ այնպես հստակ է սահմանազատված այդ երկու հատվածների ուրեմն նախապատվությունները, որ պայքարը չի գնում մյուս հատվածից մարդ բերելու համար։ Տեսեք, ենթադրենք տեսականորեն քաղաքացիական պայմանագիրը ունի 51%, ռուսամետները կամ քաղաքացիական պայմանագիրը չասենք, եկեք այսպես ասենք, ժողովրդավար ուժերը ունեն 51%, ռուսամետները ունեն 49%, ենթադրենք տեսականորեն։ Չկա որևէ տարբերակ, որ այդ 51%-ից մի տոկոսը կարող է գնալ այնտեղ կամ 49-ից մի տոկոսը կարող է գալ այստեղ։ Եվ պայքարը գնում է 51%-ի մեջ գտնվող կուսակցությունների միջև այդ 51-ից շատ տանելու համար եւ առանձին պայքար է գնում 49% ունեցողների մեջ այդ 49-ից շատ տանելու համար։ Իհարկե թվերը այդպես ինչ է, սա զուտ տեսականորեն։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ երբ Նարեկ Կարապետյանը, իր հորեղբայրը, այլ ներկայացուցիչները, երբ որ հայտարարում են, թե 300 ադրբեջանցիներ են գալու կամ Հայաստանում սա են կանալու, նա են կանալու, նա են կանալու, նրանց ամբողջ աշխատանքի իմաստն այն է, որ իրենց այդ 49-ից հնարավորին է շատ տանեն, եթե նոր այդ ամբողջ 49-ը տանեն։
Երբ Նիկոլ Փաշինյանն է խոսում, որ նրանք չպիտի գան եւ այլն, դրա տրամաբանությունն էլ այն է, որ իրենց 51-ի մեջ հնարավոր է շատ տանեն։ Եվ թույլ չտան, որ 49-ի մեջ Նարեկ Կարապետյանի ընտրողները շատ ընտրեն Նարեկ Կարապետյանից, գնան ընտրեն Թաթոյանին, որը շատ մեծ հավանականությամբ չի անցնելու, գնան ընտրեն, չգիտեմ, Մարուքյանին եւ այլն, բայց չընտրեն Սամվել Կարապետյան, որ Սամվել Կարապետյանը 49-ը չտանի, նա տանի 30, նա տանի 20, այն դեպքում, երբ իրենք 51-ն փորձում տանել։ Այսինքն երկու առանձին ընտրության հետ մենք գործ ունենք։ Առանձին ընտրություն, որը կատարվում է եւ մրցակցում են այդտեղ ռուսամետները, առանձին ընտրություն, որը կատարվում է եւ մրցակցում են այդտեղ ժողովրդավարները։ Պարոն Բադյան, ի վերջո արձանագրում ենք, որ մենք ունեցանք անհավասար ընտրապայքար։ Մի դեպքում օրինակ մենք տեսանք այս ընտրակաշառքի երևույթները, որ որքան էլ իրավապահները այսպես հետևողականորեն գնացին, բայց դա որևէ կերպ սպաշապիկ չեղավ այդ ուժերի համար։ Գիտեք, հիմնականում ուժեղ Հայաստանն է, երկրորդ տեղում Հայաստան դաշինքն է եւ երրորդում Բարգավաճ Հայաստան։ Այս երեք ուժերի մասին է հիմնական պատմությունը մեծ հաշվով, բայց մյուս կողմից էլ գիտեք նաեւ վարչական անկախ դիտորդն էլ վարչական ռեսուրսի խախտում էր նկատում քաղաքացիական պայմանագրի կողմից, ինչպես այն մանկավարժներին, աշակերտներին եւ այլն ուղղորդում։ Հիմա մենք ունեցանք անհավասար ընտրական պայքար։ Մենք ունեցանք ընտրական պայքար, որը բնորոշ է Հայաստանի Հանրապետությանը։ Մենք 35 տարիների ընթացքում միշտ ունեցել ենք ընտրական պայքար, որտեղ հավասար չեն եղել ուժերի հնարավորությունները։ Պետք է նշել, որ այս անգամ այդ անհավասարությունը մի փոքր ավելի քիչ էր։ Մի փոքր ավելի քիչ էր, որովհետև ինչպես դուք ասացիք, իրավապահները գնում էին դրանց հետևից եւ որոշ մասը բացահայտվում էր, մի փոքր ավելի քիչ էր, որովհետև վարչական ռեսուրս օգտագործելու իշխանությունների փորձերը որոշ դեպքերում կանխվում էին, որոշ դեպքերում իշխանությունները իրենք չէին համարձակվում շատ մեծ ծավալով վարչական ռեսուրս օգտագործել, բայց այն կարծել թե 2021, 18, 17 կամ նախորդ ընտրությունների ժամանակ Հայաստանում հավասար ընտրապայքար է եղել, ես կարծում եմ դա անիմաստ է, այդպիսի բան չի եղել երբեք։ Բայց ընտրակաշառքների այսպիսի եւ ուրեմն տասնապատիկ գումարի առումով եմ ասում չի եղել եւ նաեւ համենայն դեպս անցյալ ընտրություններին ես չեմ հիշում, որ մենք այս ինտենսիվությամբ ընտրակաշառքի եղել են իհարկե գործեր, որոնք այսօր էլ դեռ շարունակվում են նախորդ ընտրություններից, բայց այս ծավալի երբեք չի եղել։ Որովհետև այս ծավալի կապիտալ ունեցող երբեք չի եկել Հայաստան, չի փորձել իշխանություն վերցնել։ Այլ հարց է, որ նախկինում իշխանությունները, որոնք արդեն ունեցել են իշխանություն, այդ գումարների բաժանելու միջոցով կարողացել են պահել իրենց իշխանությունը, դա շատ ավելի էժան բան է, պահել իշխանությունը։ Շատ ավելի թանկ է վերցնել իշխանությունը։ Եվ այդ թանկ գումարը վճարող հայտնվել է եկել է Հայաստան, ակնհայտ է, որ դա Սամվել Կարապետյանն է, նա ունի մեծ գումարներ եւ այդ մեծ գումարները փորձում է ծախսել։ Ընդ որում, ո՞րն է տրամաբանությունը, ինչքան ուզում եք բռնեք, մենք միևնույն է այդ գումարները բաժանելու ենք։ Ինչքան կբռնեք, 10 այդքան կբաժանենք։ Տրամաբանությունը այսպեսին է։ Թե դա ինչքանով կաշխատի, ես կարծում եմ դա կաշխատի այնքանով, որ իրենք կարողանան այդ իմ ասած 49-ի մեջ կամ 40-ի մեջ կամ 30-ի մեջ ինչքան որ իրենք ունեն։ Այդ հատվածում կկարողանան առաջին տեղում լինել, ինչը նշանակում է ընդհանուր ընտրությունների արդյունքում երկրորդ հորիզոնականը կզբաղեցնել։ Պարոն Բադյան, ըստ էության այդ ընտրակաշառքը ունենալու է իր ուրեմն դերը, որովհետև որքան էլ բացահայտումներ կան եւ որքան էլ կա, որ մենք դեռ չգիտենք եւ բավականին պրոֆեսիոնալ են գործում հաշվի առնելով այս զայնագրություններում, ինչպես եք տեսնում, ասում են հողիղ կապի միջոցով չես զանգել, այսինքն այս process-ը վերահսկվում է, նույն այդ քաղաքական ուժերը կասկածի տակ են դնում իրավապահների այս զայնագրություններն առհասարակ։ Դա պիտի կասկածի տակ դնեն, ոչ են ասի, այո, մենք բաժանել ենք գումարներ, դա բավարար հիմք կլիներ, որպեսզի նրանք չմասնակցեին ընտրություններին, բայց ես կարծում եմ այն ինչ եղավ, այսօր քարոզարշավի վերջին օրն է, մենք ընդամենը 2 օր հետո ընտրությունների ենք գնալու, այն ինչ ստացվեց, ինչքան կարողացան բաժանեցին, ինչքան կարողացան կանխարգելեցին, ինչքան կարողացան իշխանությունները վարչական ռեսուրս օգտագործեցին, մյուս ուժերը ինչքան կարողացան իրենց կյանքի իրավունքը որոշակիորեն ամրագրեցին, եւ 2 օր հետո մենք արդեն կտեսնենք այդ ամենի արդյունքը։
Բայց նորից նշեմ, որ արդյունքները գոնե ինձ համար կանխորոշված են գլոբալ առումով։ Կան հարցեր իհարկե։ Գլխավոր հարցերից մեկն այն է, արդյոք կարողանա Քոչարյանի Հայաստան դաշինքը հաղթահարել 8% շեմը։ Ես մեկ անգամ ձեր տաղավարում եւս ասացի, որ 50% եմ համարում հավանականությունը, որ կարողանան հաղթահարել շեմը։ Ես կարծում եմ հիմա վերջին զարգացումների արդյունքում էլ ավելի քիչ է այդ հավանականությունը։ Եվ նաև սպասում ենք անակնկալ այլ քաղաքական ուժերի կողմից, եթե որևէ մի ուժ կարողանա այդ անակնկալն անել, շատ լավ կլինի։ Խոսքը առաջին հերթին շնորհապետական կուսակցության, միասնության թևերի, հանուն հանրապետության, նոր ուժ այս ուժերից որևէ մեկի մասին։ Որի հավանականությունը այնուամենայնիվ Որի հավանականությունը շատ փոքր է, բայց ամեն դեպքում անակնկալներ երբեմն լինում են։ Բաղամեջան, երբ անակնկալների մասին եք ասում, հնարավոր է նույն ձեր նշած ուժերից որևէ մեկը քաղաքացիական պայմանագիր նկատի ունեմ, իսկապես անակնկալի բերի, հայտեսեք դուք կասկածի տակ եք դնում Ռոբերտ Քոչարյանի 8% հնարավոր շեմը հաղթահարելը, այդ ուժերից որևէ մեկը անակնկալի բերի եւ մեծ հաշվով այս ներկայացված հարցումներն էլ ուրեմն լրջագույն շեղում ցույց տան այդ առումով։ Զարմացնի մեզ իր արդյունքով։ Պետք է ուշադրություն դարձնենք, որ բավական մեծ անորոշություն կա։ Իհարկե վիճակագիրները սովորաբար ասում են, որ այդ անորոշությունները ենթադրաբար բաժանվում են համամասնորեն, այսինքն որոշած կամ կարծիք հայտնած մարդկանց տարբերությունը ինչքան է, անորոշությունների մեջ գտնվող մարդկանց կամ իրենց կարծիքը թաքցած մարդիկ էլ սովորաբար նույն հարաբերակցությամբ են գնում ընտրում, եթե 10 հոգի ընտրել է մեկ կուսակցությանը եւ ասում է դրա մասին, այն 10 հոգին որ չեն ասում, նրանցից էլ 10-ը կգնա կընտրի այդ կուսակցությանը։ Սովորաբար այդպես են ասում, բայց ամեն դեպքում վիճակագրությունը հարաբերական գիտություն է եւ այդպես շատ 100%-անոց արդյունքներ շատ դեպքերում չեն լինում եւ այո, գուցե որոշակի անակնկալներ լինեն, որոշակի շեղումներ լինեն, բայց այդ շեղումները, ինչպես ասացի, չեն կարող վերաբերվել գլոբալ հարցին իշխանության փոփոխության։ Կանք մի այլ կարևոր ուրեմն երևույթ է այսօր իրավապահների կողմից իրականացված գործողություններին, Բաղամեջան, ընտրություններից օրեր անց կամ վերջին նախընտրական պայքարի վերջին օրը մենք տեսնում ենք ինչ ձերբակալությունների, կալանավորումների շղթա պայմանավորվում եք այս գործընթացով, թե ոչ, որովհետև դուք երեք նաև հիշում եք Նիկոլ Փաշինյանը ինչպես էր դիմում քաղաքական ուժերին, եթե ուզում եք օրինակ այդ ուժերը չմասնակցեին ընտրություններին, ապա ինքներդ կարող էիք դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով, կար բավականին դժգոհություն, մտահոգություն եւ նաև կա հասարակության մոտ ուրեմն արդարության վերականգնման պահանջ շատ երկար տարիներ։ Հիմա այս գործողություններով Գագիկ Բեգլարյանը, Արմեն Աշոտյան, չգիտեմ, շատ էին անունները Տիրան Խաչատրյան, ինչ է կատարվում, փորձում է իշխանությունը տպավորություն ստեղծել, որովհետև այս ամբողջ քարոզարշավին էլ չէ ասած Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ նստելու է շատ երկար, Ծառուկյանին ասաց, որ նրա Սարի գլխի տունը վերցնելու է, գիտեք, շատ կոշտ էին ձևակերպումները հիմա, երբ ուրեմն կալուգացի օլիգարխիներ դիմում Նիկոլ Փաշինյանը, սա իր ձևակերպումներն են եւ այլն։ Հիմա երբ ուրեմն այսպիսի պատկեր ունենք, սրանք գործողություններ են հասարակության մոտ ինչ-որ տպավորություն ստեղծելու եւ ցույց տալու, որ այդ հայտարարությունները բնավել պոպուլիստական չէին, թե սրանք գործողություններ են, որոնց միջոցով իշխանությունը փորձում է ավելի շատ տանել իր այն կտորից, որում գտնվում են, ես ասացի, ժողովրդավար ուժերը։ Ինչու, որովհետև հավանաբար ես նշեցի այդ արդյունքները, որոնք գալիս են ցույց են տալիս, որ սահմանադրական մեծամասնություն ունենալու հնարավորությունները ամեն դեպքում բավական փոքր են։ Այս միջոցներով գուցե քաղաքացիական պայմանագիրը կարողանա ավելի մեծ աժիոտաժ առաջացնել, ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել եւ խլել, այսպես ասենք, իհարկե բառի դրական իմաստով, խլել այն ձայները, որոնք կարող են ստանալ այն կուսակցությունները, որոնք ասացի կարող են անակնկալ անել, իհարկե բացի միասնության թևերից, որը հակառակ թևի այդ սահմանի մյուս կողմի կուսակցություններից է։ Այսինքն քաղաքացիական պայմանագիրը փորձում է այժմ լուծել սահմանադրական մեծամասնության հարց, որովհետև իշխանության հարց փաստացի չկա, իշխանության հարցը ըստ էության արդեն լուծված է։ Եվ այդ պատճառով նրանք վերջին օրը այսպիսի գործողություններ իրականացնում, մյուս կողմից կարող է թողել էին վերջին օրվան, որպեսզի էֆեկտը շատ ավելի ուժեղ լինի, եւ սա նորից այն դեպքերից է, որի մասին ես պետք է ասեմ, կուսակցության եւ մեր պետության շահերը համենգել են։ Մեր պետության շահերից է բխում, որ հանցագործություն կատարած, առերևույթ հանցագործություն կատարած անձիկ
ձերբակալվեն, նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցվեն, գործընթացներ իրականացվեն, ստուգվեն արդյոք դա ճիշտ է թե ոչ եւ դատապարտվեն, եթե իրականում իրենք գործել են հանցանք եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության շահերից է բխում, որ նրանք այդ ամեն ինչը ինչ որ ես ասացի լինի եւ նրանց շահերից է բխում նաեւ որ դա լինի հենց ընտրություններից մի քանի օր առաջ։ Պարոն Աբուջյան, քաղաքացին ինչու պիտի վստահի քաղաքացիական պայմանագրին կամ Նիկոլ Փաշինյանին, որն ասում է մինչև 31 թվականի օրինակ այդ ցարի գլխի տունը կվերցնենք, ծերանոց կդարձնենք, չգիտեմ, ինչու պիտի վստահի, որ Ռոբերտ Քոչարյանին անպայման պատասխանատվության կենթարկի։ Քաղաքացին չեմ կարծում, որ այդպես մեծ վստահություն ունի, որովհետև անցնող 8 տարիներ ցույց տվեցին, որ քաղաքացիական պայմանագրի եւ անդամ Փաշինյանի հայտարարությունների մեծ մասը ուղղակի իրականություն չի դառնում։ Նույն այդ մարդկանց ուրեմն հանցանքները բացահայտելու մարտի 1 հոկտեմբերի 27 դատակ իրավական բարեփոխումներ եւ այլն եւ այլն։ Այո, որոշ աշխատանքներ իրականացվում են, բայց ամեն դեպքում այն ինչի համար որ 2018 թվականի ընտրություններն էին տեղի ունեցել, դրանց արդյունքները չկան։ Ավելին, Արթուր Օսիպյանի կալանավորումը եւ այն իրավիճակը, որը ձևավորվել է նրա նկատմամբ, ցույց է տալիս, որ այն արժեքներն են, որի համար 2018 թվականին մարդիկ փողոց էին դուրս եկել, բավական լուրջ կասկածի տակ են առնվում։ Բայց քաղաքացին առանց վստահելու գնալու է երկվեն տալու է Նիկոլ Փաշինյանին մեծ մասը քաղաքացիների։ Ինչու՞, որովհետև քաղաքացիները շատ ավելի մեծ անհանգստություն, վախ եւ անվստահություն ունեն ռուսամետ քաղաքական ուժերի նկատմամբ եւ նրանց լիդերների նկատմամբ, որովհետեւ տեսեք, Նիկոլ Փաշինյանը գուցե ինչ-որ մի բան, որը խոստացել է, չի անում, բայց օրինակ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այն մարդիկ, ովքեր հիշեցնում էին դրա մասին, սովորաբար կամ լքում էին Հայաստանը, կամ հայտնվում էին գերեզմանոց։ Շնորհակալ եմ, պարոն Ղևոնդյան։ Առաջինի տաղավարում զրուցում է հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։